Մրցույթին գալա հեռուստաընկերությունը ներկայացրել էր երկու մասից բաղկացած «Ասա ով է հարևանդ» ֆիլմը, այն պատմում է հարևան երկրի ժողովրդի կենցաղավարության ավանդույթների եւ սովորույթների նմանությունների, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների փուլային դրվագների մասին։ Ինչպես է ապրում հարևան ժողովուրդը, ինչ խնդիրներ ունի եւ ինչ կարծիք ունի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում։ Այս ամենի մասին պատմում է Էդուարդ Մխիթարյանի հեղինակած տեսաֆիլմը։ Ժյուրիի անդամների կարծիքով ընտրությունը բավականին բարդ էր։ Օրինակ, ըստ ժյուրիի անդամ Գեղամ Մանուկյանի, խնդիրը մեկն էր ընտրելու հավանության արժանացնել այն տեսաֆիլմը, որն ավելի ընդհանրական բնույթի է եւ որում թուրք ժողովրդի կենսակերպը հեռուստադիտողի համար ներկայացված է առավել մատչելի եւ մանրակրկիտ կերպով։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության ու կառավարման գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերը նշեց, որ ԶԼՄ-ների դերը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում խիստ կարեւոր է։ Ես շատ ոգևորված եմ այս մրցանակաբաշխությամբ, որը խրախուսում է այն լրագրողներին, ովքեր կկարողանան նպաստել հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը։ Իմ կարծիքով զանգվածային լրատվամիջոցները կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որը կօգնի երկու երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացմանը։ Գտնում եմ նաև, որ զանգվածային լրատվամիջոցները կարող են մեծ դեր խաղալ երկրում հասարակական կարծիքի ձևավորման գործում։ Ուստի պետք է լրագրողները օբյեկտիվ աշխատեն, չխուսափեն նաև իրենց կարծիքն ու վերաբերմունքը այս հարաբերությունների վերաբերյալ արտահայտելուց։ Relations between two countries. Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե ժյուրին շատ երկար է մտածել ու արժանի ընտրություն կատարել, ապա հայտարարեց մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի անունը։ Էդուարդ Մխիթարյան, գալա հեռուստաընկերության ռեժիսոր, ով է քո հարևանը ֆիլմի հեղինակ։ Ուրախ կլինենք, եթե մեր ֆիլմը նպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, տանելի հարաբերությունների ձևավորմանը։ Հատկապես եթե գրանտային ծրագրով են ֆիլմերը լինում, հայ լրագրողները փորձում են իրենց պատկերացրած գրանտատու կազմակերպությունների գծած սահմաններից դուրս չգալ։ Չխոսել Արևմտյան Հայաստան, չխոսել հայրենիքի գաղափարի մասին, իսկ գալայի մոտ դա վերացած էր։ Գալան պարզապես այն ինչ որ ինքը զգում էր, նկատի ունեմ ստեղծագործական խումբը, այդ ամեն ինչը ներկայացրել եւ դրա համար արժանի էր։ Գալայի տեսաֆիլմը մյուսներից առանձնանում էր իր մոտեցման յուրահատկություններով։ Ամենակարևորը ֆիլմում անկեղծություն էր արտացոլված, նշում էին ներկաները։ Ֆիլմը իր բովանդակությամբ շփման ընդհանուր եզրեր է փնտրում երկու ժողովուրդների միջև եւ այս դեպքում հեղինակի ներգործությունն է կարևորվում, նշում էին զրուցակիցներս։ Во-первых, я поздравляю вашу телекомпанию с призом. Առաջին հերթին ես ուզում եմ շնորհավորել ձեր հեռուստաընկերությանը մրցանակի համար եւ ուզում եմ ասել, որ լրագրողների դերը հայ-թուրքական լարված հարաբերությունների բարելավման գործում ոչ թե կարեւոր, այլ շատ կարեւոր է, որովհետեւ հենց լրագրողները կարող են ձևավորել հասարակական կարծիք, ազդել իշխանությունների տեսակետի վրա։ Ես կարծում եմ, որ մարդկանց փոխհարաբերությունները ավելի սերտ են, քան երկու պետությունների հարաբերությունները։ Պետությունների մոնոպոլիան երկու ժողովուրդների փոխհարաբերությունների վրա չպետք է լինի գերիշխող։ Այդպես էր միջնադարում, իսկ նման նախագծերը ես կարևոր եմ համարում։ Այս մրցանակը պարտավորեցնող է, ասում է Գալայի գլխավոր խմբագիրը եւ վստահեցնում, որ հեռուստաընկերությունն այսուհետ եւս նմանատիպ նախագծեր կիրականացնի իր հեռուստադիտողների համար։ Այս մրցանակը նաև ստիմուլ է հետագա մեր աշխատանքի համար եւ մենք կշարունակենք այս նախագիծը, քանի որ այն բազմափուլ է եւ անդրադառնալու ենք ոչ միայն Թուրքիային, այլ նաև մեր մյուս հարևաններին, Վրաստանին, Պարսկաստանին, ինչպես նաև կլինենք Ռուսաստանի հայաշատ շրջաններում։ Մեր հարևանները ծրագրի շրջանակներում առաջիկայում հեռուստաընկերությունը նոր հեռուստառեպորտաժների շարք կպատրաստի ու կներկայացնի։ Հեռուստադիտողների եւ Գալայի կայքեջի այցելուների խնդրանքով նոր հետաքրքիր ու բազմաբովանդակ ֆիլմերն ու ռեպորտաժները մեր հարևան ժողովուրդների մշակույթի, պատմության ու նրանց սովորույթների մասին շուտով կհամալրեն Գալայի հեռուստածրագրերի ցանկը։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուս, Երևան։